Մուլտիպլիկացիոն ողջույններ մուլտ աշխարհից։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում Քերի մուլտիկնիկը, մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի մուլտիկնիկը։ Իհարկե, իմ փոքրիկ բարեկամներ, ձեզ ողջունում են ձեր սիրված բոլոր մուլտիպլիկացիոն հերոսները, մեր մշտական լավագույն առատաձեռն բարեկամ SM Փգիկ խալիքների խանութ սրահ։ Ողջունում են նաև ով սիրելի փոքրիկներ, որ երբևիցե չեք տեսել, բայց այս 22, շուտով 23 տարի անընդհատ եթերից լսել եք նրա անունը։ Նա բարի ժամապահ Քերին է, ով գտնվում է այս տեսախցիկի ետևում, մեզ եթերային երկար ժամանակ է տալիս, ձեզ հետ միասին սովորում ենք նկարել մուլտիպլիկացիոն կերպարներ։ Քերի ողջույն, Քերին էլ ասում է փոքրիկներին ողջույն։ Իմ լավ բարեկամներ, մենք այսօր էլ նկարելու ենք մի այնպիսի մուլտիպլիկացիոն կերպար, իհարկե վերնագրելու ենք, ձեզ առաջադրանք եմ տալու, որ այդ վերնագրով հորինեք պատմություն, նկարեք հերոսին, նույնիսկ պատմության հերոսներին, որ դուք եք արդեն հորինելու, մասնակցելու եք մրցույթին, ուղարկելու եք ձեր նամակներն ու նկարները, Քերին ընթերցելու է անպայման ձեր հեքիաթները, ցուցադրի ձեր նկարները կախարդական փոստարկղ էջի ժամանակ, մուլտ հերոսները, Քերի մուլտիկնիկը, իհարկե SM Փղիկը որոշելու են, թե ձեզնից ով է հաղթող ճանաչում եւ ով է ստանալու այս մրցանակ նվեր խալիքները։ Պայմանավորվեցինք, բայց դուք հիմա ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, սև կախարդական մատիտը, ռետինե ջնջոցը պատրաստ պահեք։ Ասելու եմ, թե ինչ ենք նկարելու։ Դուք հեքիաթներ շատ եք ընթերցել, ձեր տատիկները, պապիկները, հայրիկներն ու մայրիկները պատմել են հեքիաթներ։ Հիշում եք, այսպիսի մի հեքիաթ կար, Արքայադուստր Գորտը։ Չէ, նրան չենք նկարելու։ Այս անգամ հակառակ սերի, այսպես ասած, սերի ներկայացուցիչ ենք նկարելու, Արքայադուստր չէ։ Գորտերի արքայազնը, այսինքն արդեն գորտ տղայի մասին է խոսքը, բայց արքայազնը որոշ շուտով թագավոր կդառնա։ Գորտ ենք նկարելու թագով, գուցե լճակում, եթե ժամանակ ունենանք, եթերային ժամանակը մեզ բավականացնի, անպայման երևի արքունիկն էլ կնկարենք մեր գորտիկի։ Բայց նպատակը գորտ նկարելն է եւ գորտերի արքայազն վերնագրով հեքիաթ հորինելը։ Դուք նկարելու եք հերոսին Քերի մուլտիկնիկի հետ միասին, հետո որպեսզի ձեզ համար դժվարություն չլինի, ձեր մեծերի հետ միասին, հենց հիմա կարող եք կանչել տատիկին, պապիկին, հայրիկին, մայրիկին, գուցե մեծ եղբորը կամ քրոջը։ Թող ձեզ հետ միասին ամենափոքրիկներին նույնիսկ կարող են նկարելուց օգնել, բայց մեծերին պետք չէ օգնել։ Մինչև 6 տարեկան կարելի է օգնել։ Նոր նկարելուց հետո սիրելի փոքրիկներ գորտին, արքայազն գորտին նկարելուց հետո A4 թղթիկի վրա մեկ թերթի վրա հորինում եք հեքիաթ պատմություն եւ ուղարկում Քերի մուլտիկնիկին, եթե ցանկանում եք մասնակցել մրցույթին, ուղարկում եք ձեր նամակը, նկարը, ես անպայման հենց հասավ ինձ կընթերցեմ, կցուցադրեմ, հետո մուլտ հերոսների SM Փղիկի հետ կորոշենք, թե ով է հաղթող ճանաչում, նրան կհրավիրենք, կստանան այս գեղեցիկ խալիք նվեր մրցանակները։ Իհարկե, ձեր նամակներում սիրելի փոքրիկներ, գրեք ձեր մեծերից մեկի հեռախոսահամարը, ասենք հայրիկի, մայրիկի, այն մեծերի, որ զանգահարենք, ասենք ձեր փոքրիկը հաղթող է ճանաչվել, այսինչ օրը հրավիրում եք մեր տաղավարին նվերը ստանալու համար։ Պայմանավորվեցինք, հիմա մատիտները պատրաստ են ռետինե ջնջոցը պարտադիր սխալվելուց ուղղելու համար։ Եվ գունավոր մատիտներն ու սև կախարդական մատիտը։ Հեշտ ձևով եմ սովորեցնելու, չանհանգստանաք։ Տեսեք, վերցնում ենք սև կախարդական մատիտը, երևի մի քիչ ավելի հաստ մատիտ վերցնեմ, ձեզ լավ երևալու համար։ Սկսելու ենք մեր գորտերի արքայազնի աչքերից։ Տեսեք, մուլտիպլիկացիոն հետաքրքիր հերոս ենք նկարում։ Երկու ձվաձև կլորիկ իրար մոտ աչքեր ենք նկարում։ Մեկ, մի քիչ հեռու,
համարյա նույն չափով 2 Տեսեք, դուք այդ խնդիրը չունեք, սիրելի փոքրիկներ, ես վարպետ մատիտով եմ նկարում, ինչ նկարեցի, մնում է թղթիկի վրա, ռետինայի ջնջոցով, եթե սխալել անեմ, պետք է ինչ-որ մի ձև ուղղեմ, բայց դուք երբ որ նկարում եք, ձեր կլորը մի փոքր լավ չի ստացվել եւ այլ, դուք ռետինայի ջնջոցով կարող եք մաքրել, նկարել այնպես, ինչպես հարկն է։ Ես աչքերը նկարեցի, մեր գորտուքի, արքայազն գորտի, սևիկներն եմ նկարում կիսալուսնաձև, տեսեք։ Մեկ, մյուսը, 2, կարծես թե լուսին լինի, բայց ավելի գեղեցիկ է ստացվում այսպես իմ փոքրիկ բարեկամներ, հիմա մեր գորտուքի կոպերն եմ նկարել, էստեղից, գնացինք 1, 2 ու կանգ ենք առնում, հետո կասեմ թե ինչ ենք անելու իմ փոքրիկ բարեկամներ, հիմա դունչիկ բերանիկն ենք նկարելու, որտեղից այս մասից, աչքի ներքևի հատվածից, մեր գորտիկի բերանիկն ենք նկարում, հոպ, բարի արքայազն է, դրա համար ժպիտով եմ նկարում նրան, հետո կզակը, այստեղից կզակը, գնում է դեպի աչ, դառնում է կլորիկ այդ միանում, կոպին, տեսակ, քիթիկը, ուղղակի 2 կլորիկ անցքեր, ահահահահահահա, թագը պետք է նկարենք, քանի որ ասում ենք գորտերի արքայազնը, արքայադստի մասին մենք արդեն գիտենք, այսպես վերև թեք գծիկ, աչ և ձախ, զուգահեռ հայելու նման, սրածայր, այսպեսի պատկեր 1, 2, 3 և 4, համարյա թե թագերը լինում են ոսկյա, դեն ներկելուց արդեն պարզ կդառնա, սրածայր մասերի վրա, վերջույթների վրա կլորիկներ կանեմ, ձեզ համար հեշտ լինելու տարբերակ եմ գտել, չեմ ուզում հագուստ նկարել, ուղղակի գորտի մարմին նկարելու համար այսպես ենք անելու, դիմացի ոտքերը, այսպես ենք նկարելու, ուշադրություն, թաթիկները բաժանում ենք, բայց կլորիկներով եմ ուզում անենք, 1, մատիկներն են սրա, 2 և 3, էլի կլորիկներով, հետո ձախ թաթիկն ենք անում, 1, 2 և 3, ստացվեց, շատ լավ է, ոտքերը դիմացի առանձնացնում եմ այսպես, փորիկն եմ կլորիկ անելու, տեսեք ինչ հեշտ է, նույնիսկ մեծերը պետք չէ որ ձեզ օգնեն, որովհետև քերի մուլտիկնիկը շատ հեշտ է ձեզ ցուցադրում ինչպես նկարել այս կամ այն հերոսին, ետևի, քանի որ նստած է, ետևի ոտքը այսպես ենք նկարելու, կորիկ, էլի մի քիչ ավելի փոքր, քանի որ հեռու է գտնում, մատիկները 1, 2, 3, այսպես կարող ենք մի փոքր էլ առանձնացնել, նույն գծիկով ետևի ոտքն ենք նայում, կորիկ այսպես, 1, 2, 3, կարող եք սիրելի փոքրիկներ, ոտիկը այսպես չնկարել, ինչպես քերի մուլտիկ նկարել, լաստաթաթիկ կարող եք նկարել, բայց ես որոշեցի կլորիկներով անել ավելի գեղեցիկ ստացվի, կնկարեմ երևի թե լճակի տերևիկի վրա նստած, դե տերևիկի, խոտիկի, չգիտեմ, մի քիչ շերտիկ կանեմ, գուցե փոքրիկ կղզի է լճակում, այսպես ուրեմն լճակը մեկ գծիկով կառանձնացնեմ, այստեղ էլ իմ փոքրիկ բարեկամներ, գուցե և մեր արքայազնի թագավորությունը նկարենք, այսպես տանիք ինչ-որ մի պատուհանիկներ, այստեղ էլի աշտարակներ, չէ որ մենք վերնագրեցինք,
ինչ վերնագրեցին գորտերի արքայազնը։ Էլի այստեղ պատուհաններ։ Կարծես թե ստացվեց։ Ալիքներ լճակի վրա։ Վերջին փոքրիկ բարեկամներ, տեսեք ինչ լավ ստացվեց։ Արև էլ կարող ենք նկարել իհարկե։ Ինձ հուշեց մի փոքրիկ, որ արևը բա։ Այսպիսի մի արև մուլտիպլիկացիոն։ Վերցնելու ենք մուգ կանաչ մատիտը, իմ փոքրիկ բարեկամներ, սկզբից ներկելու ենք իհարկե հերոսին։ Բայց ինչքան ժամանակ ունենք քեռի։ 8 րոպեում պետք է ամեն ինչ հասնենք։ Եթե չհասնենք, դուք տանը ամբողջությամբ կարող եք այն նկարել, ավարտել։ Տեսեք, կոպերից եմ սկսում կանաչով ներկել մեր գորտուկին։ Դες միայն գորտուկ ասել կամ գորտ ասել մի փոքր վիրավորական է արքայազնի համար։ Ուղղակի մեր արքայազն գորտին ներկում են կանաչով։ Գուցե մի օր էլ գորտ նկարենք արդեն մուլտիպլիկացիոն հագուստով։ Եթե հիշում եք սիրելի փոքրիկներ, մենք գորտեր այս 22-23 տարվա ընթացքում մենք գորտը շատ ենք նկարել տարբեր կերպարներով, նույնիսկ հագուստով, հիշեք, ձկնորս գորտուկ ենք նկարել, նավաստի, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այսպես, մարմնին անցնենք, հա, թաթիկները ես կլորացնելու եմ ձախակողմի հատվածից, այսպես փորիկն եմ կլորացնելու, տեսեք, իհարկե ձախակողմի հատվածից, կիսալուսնաձև եմ ներկելու փորիկը, անցնելու ենք դիմացի ձախ թաթիկին, դե ոտքեր կարող ենք ասել, այս դեպքում ձեռքեր էլ կարող ենք ասել, քանի որ մուլտիպլիկացիոն կերպար է, ետևի ոտքը էլի կլորացնեմ, այսպես, մատիկները, եթե նկատում եք սպիտակ հատվածներ եմ թողնում, հիմա կասեմ թե ինչու, էլի ձախակողմի հատվածից, ներկում ենք, ու ման են գալիս այստեղ բաց կանաչ մատիտը, ինչու սպիտակ թողված հատվածները բաց կանաչ մատիտով ենք ներկելու սիրելի փոքրիկ բարեկամներ, տեսեք, ոտքերը կլորացան, այսպես, փորիկն ենք ներկում, ետևի ոտքը, այսպես, շատ լավ է, դե փոքրիկ կղզին ինչ գույնով ցանկանում եք հենց այդ գույնով էլ ներկեք, ես երևի թե մուգ դեղին մատիտով ներկեմ, այսպես, ինչքան ժամանակ ունենք, շտապելու կարիք չկա, դեռ 5-6 րոպե ունենք, կարծում եմ տանիքը, այդպես թագավորության շենքերը կասնենք ներկել, կղզյակի, սիրելի փոքրիկներ, կղզյակի շերտիկը շագանակագույն կներկեմ, Ված չէ, լավ է, ուրեմն, թագը չմոռանանք, թագը ես բաց տեղին եմ ներկելու ոսկյա ստացվելու համար, այսպես, ուրես, այսպես, շատ լավ է, այսպես, արքայազնի թագը ստացվեց, կապույտ մատիտ, նա ասում է ես այստեղ եմ, ալիքներ ավելի մուգ կապույտ մատիտով կանենք այսպես, ուղղակի ալիքներ, գուցե նաև շենքի արտացոլանքը, հիմա մյուս կապույտ մատիտով լճակը ամբողջությամբ կներկեմ, սպիտակ թղթիկից նաև հերոսին պոկում ենք, այսպես, հիմա ձեզնից աչ եմ ներկում, աչակողմի հատվածը,
Տեսեք գորտուկը ինչ լավ երևաց արդեն։ Կղզյակի շուրջ ենք ներկում կապույտ մատիտով։ Դե դուք արդեն հաղորդումից հետո ամբողջությամբ լճակ կարող եք ներկել ալիքներով, ընդգծված, այսպես սիրելի փոքրիկ բարեկամներ։ Ես եթերային ժամանակը որպեսզի կարողանամ ճիշտ օգտագործել, շատ արագ եմ ներկում լճակը։ Շագանակագույն մատիտը ուր է։ Թագավորության շենքերի պատերը այսպես թույլ երանգով միայն ցախակողմյան հատվածից ներկելու եմ։ Ապրեք դուք, աշտարակները կլորացնում եմ, եթե նկատում եք, մի քիչ մեզ օգնության կգա մուկ դեղին մատեիտը, այսպես, և տանիքն է պետք ներկել, տանիքները այս դեպքում ընդգծում ենք և կարմիր ներկում։ Այս նկարից արդեն դուք կպատկերացնեք, թե ինչ հեքիաթ եք հորինելու, իմ լավ բարեկամներ, գորտերի արքայազն վերնագրով, դեղին մատիտով արևն էլ ներկենք, քերին, մի րոպե ժամանակն էլ նայենք, 3 րոպե դեռ ունենք, 3 րոպե, այսպես արևի շողեր և բաց կապույտ մատիտով էլ ամպիկներ։ Վերջ, մեր նկարը կարծես թե արդեն ամբողջովի պատրաստ է, մնում է դուք ձեր մեծերի հետ միասին, սիրելի փոքրիկ բարեկամներ, հորինեք ձեր պատմությունը։ Չես տվեր էստեղ։ Վերջ, գորտերի արքայազն վերնագրով մեր հերոսը պատրաստ է։ Այս մրցույթը վերաբերում է 4-ից 7 տարեկաններին, որովհետև մի քիչ դյուրին ձևով է սովորեցրած նկարել, մեծերի համար ավելի բարդ նկարներ ենք նկարում։ Նկարում եք այս հերոսին, ձեր տատիկների, պապիկների, հայրիկ-մայրիկների հետ միասին, նույնիսկ մեծ քույրիկների, եղբայրների հետ միասին, եթե նրանք ժամանակ ունեն և կարող են ձեզ օգնել։ Հորինում եք մեկ էջի վրա հեքիաթ պատմություն, գորտերի արքայազն վերնագրով հեքիաթը, նկարում այս հերոսին, գուցե էլի նկարներ նկարեք ըստ ձեր պատմության, այնտեղ կարող են հերոսներ հայտնվեն, էլի գորտուկներ եւ այլն։ Ուղարկում եք քերի մուլտիկնիկին։ Եթե դուք բնակվում եք մարզերում, Երևանի տարբեր մասերում, ապա ես ձեզ հիշեցնում եմ մեր փոստային ամփոփող հասցեն քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ եթե ձեր բախտը բերել է դուք գտնվում եք Նորքում, այդտեղ եք բնակվում, հատկապես Նոր-Նորքի 5-րդ զանգվածում, ապա ձեր ծրարները կարող եք տանել SM փղիկ խալիքների խանութ սրա, որտեղ կա կախարդական փոստարկղ, հասցեն հիշում եք, Նոր-Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Նիկոյան 14։ Այնտեղ գցում եք կախարդական փոստարկղ, այդ ծրարներն ու նամակները ավելի շուտ կասնեն քերի մուլտիկնիկին, ավելի շուտ քերի մուլտիկնիկը կընթերցի ձեր նամակներն ու հեքիաթները, կցուցադրի նկարները, նոր մուլտ հերոսների հետ միասին, փղիկի հետ միասին կորոշենք, թե ովքեր են հաղթող ճանաչվում։ Այսքանը։ Իսկ դուք սիրելի ծնողներ, բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այնտեղ ամեն ինչ կա, հեքիաթներ, մուլտֆիլմ, հեքիաթ ներկայացումների մասին հեռուստատեսային ասացի, վարպետանց դասեր եւ այլն։ Բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Ժամապահ քերին մեր արքայազն գորտուկը մուլտ աշխարհի ձեր սիրված հերոսները SM փղիկը առատաձեռն քերի մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, նույն ժամին, նույն տեղում, իսկ հիմա միշտ նոր հանդիպում, այլ բուլդը։ Oh.